Ստոպ։ Ծեցիք, բրտեք, չերևակ, Ուսես կլինի միշտ։ Ստոպ։ նկարեք, հորակապա, Այսքան բան, ստոպ։ Да, но... ֆիքսեք, Ստոպ։ так, приготовились, Մատոր։ Хорошо։ չէ, լսում եք ինձ, Շատ լավ է։ Եղավ, так, պատրաստ, Ամենից լավ գնում է, լավ գնում է։ ստոպ, Կինոյում ամենահեշտ բանը ռեժիսորի համար դա մոտոր եւ ստոպ հրահանգներն են։ Ըստիս կինոն սկսում է հերոսի որոնումով։ Հավանաբար ռեժիսորը սկսում է այն պահից, երբ դու նստած ես քաղաքային սրճարանում եւ անցուդարձի մեջ անցնում են մարդիկ եւ դու հանկարծ քո հայացքը սևեռում ես որևէ մեկի վրա, անցորդի վրա ու սկսում մտորել, թե ով է, ինչ ճակատագիր ունի այս անցորդը, ուր է գնում, ինչ բնավորությամբ տեր է, ինչ առաքելություն ունի կյանքում, այս քաղաքում, այս երկրում, եզերքում։ Հիմա աշունետ է գանում։ Ինչ? Ներեցեք։ Նկարահանման հրապարակում ինձ համար նախ եւ առաջ կարևորը դերասանը եւ թագավորում է նա։ Друзья мои, это лучший кадр пока в нашей картине. Лучший кадр, уверяю вас. На моей крови ты фильм снимаешь. Անսահման սիրով եմ ես փորձում շրջապատել դերասանին, իսկ եթե մեկին սիրում ես, դրանով ես նրան փորձում դիմակազերծել, վրայից հանել բոլոր տեսակի շտամպերը, ժանգերը, իսկ դերասանի արվեստի բարձրագույն կետը, որին ի վերջո բոլորս ձգտում ենք եւ մեծ կինոն է ձգտում, դա անսահման անկեղծ լինելը։ Դուք բանեցիր նրան։ Հիպոկրիկը հիվանդներին երեխան։ Հայրիկ։ Դավիթը գնաց ծարկտրի։ Ես կարոտում եմ։ Ինձ համար լավ դերասանը նման է գեղևը հանած ծառի։ Երբ գեղևը հանում ես ծառի ու տեսնում ես դերևս խոնավ, մի անպաշտպան, մի անկեղծ, մի թաքնված բան կա, որը այդ պահը պիտի կարողանաս ֆիքսել։ Ես ով եմ, որ ներեմ կամ։ Իսկ քանի տարի է որ այստեղ ես։ Ես ուրախ եմ, որ որևէ դերակատարում իմ ֆիլմերում իսկ դերասանները շատ են եղել։ Ես աշխատել եմ շատ հայտնի դերասանների հետ եւ որ ինձ համար ամենակարևորն է միշտ ամեն ֆիլմի հետ կարծես մի նոր անուն եմ ես ի հայտ բերում, պեղում եւ քրմոհու դերակատարուհին եւ այս վերջի ֆիլմի ձայնագրության ֆիլմի դերակատարուհին շատ ու շատ ֆիլմերում աշխատել եմ եւ Կարեն Ջանեբեկյանի եւ Միքայել Պողոսյանի արդեն հայտնի դերասանների նաեւ աստղերի Բարբարա Բրիլսկա, Եվգենի Եվստիգնեև, շատ դերասանների, շատ այսօր եթե ես փորձեմ թվարկել գուցե կնեղացնեմ շատերին, եթե անունները չտամ, նախ ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը բերել իրոք իմ բոլոր այն հրաշալի գործընկերներին, ովքեր այս տարիների ընթացքում տասնամյակներ շարունակ փաստորեն մարմնավորել են իմ մտահղացումները, իմ կուտակումները, խոհերը, փիլիսոփայությունը, ասելիքը։
Ես կարծում եմ լավ է խոսել Վիգեն Չալդրանյան ֆենոմենի մասին, այսինքն մարդ, որը հանձն է առել հասարակության խիղճը ներկայանալու, ամեն դեպս կարծում եմ, որ արվեստը այդ կոչումը ունի։ Երևի ստեղծագործություն այդ սուբլիմացիան կատարվում է այն պահին, երբ դու ունես որոշակի կոնֆլիկտ ժամանակի հետ։ Խոսքը միայն մեր օրերին չի վերաբերվում։ Չկա այդպիսի ժամանակ, երբ ստեղծագործողը չունի այդ կոնֆլիկտը, այդ աններդաշնակ վիճակը։ Մայեստրոյի հերոսը այսպիսի մի բան է միտքի արտահայտում երջանկությունը, երբ քո ներսը եւ դուրսը ներդաշնակ են։ Ես ինչ գործեր։ Իմ անավարտ կոնցերտն է Թավ Ջութակի համար։ Դեռ ոչ ոք չի լսել, դու առաջինն ես։ Կենացդ մայեստրո։ Ես կարծում էի սովորական կատարող ես, սխալվեցի։ Մեծ երաժիշտ ես։ Այդքան մի մտածի։ Իզուրա, էգոիստերի, ափսոս ես։ Քո փոխարեն ես աստվածային երաժշտությունը ոչ ոք չի գրի։ Մնացածը անցողիկ բաներ են։ Խաֆաշշր։ Լավ գործ ստեղծելու համար ներսդ ու դուրսդ պիտի ներդաշնակ լինի։ Դու էլ նենցարա, որ ներսդ էլ դուրսդ էլ ներդաշնակ լինի։ Շատ քիչ է լինում, երբ քո ներսը ու դուրսը ներդաշնակ է լինում, եւ հենց այդ ներդաշնակության որոնելու ճանապարհին ես դուրս գալիս, երբ սկսում ես ստեղծագործել, երբ սկսում ես գրել սցենար, հետո նկարել։ Այդքան մի մտածի։ Իզուրա, էգոիստերի։ Հա, ափսոս ես, քո փոխարեն այդ աստվածային երաժշտությունը ոչ ոք չի ստեղծել։ Մնացածը անցողիկ բաներ են, ղաֆա խշրտմա։ Չալդրանյան ֆենոմենը կարողանում է ընտրել իր համար, որն է արդիական, որն է իր սրտի հետ խոսող, եւ նա այն բերում է առաջի պլան եւ դնում է հանդիսատեսի դատին։ Այսինքն ինքը արդեն կարծես դատաստանի արժև է եւ ինքը ամենամեծ գրավականը նա է, որ անկեղծ է ինքը իր նկատմամբ։ Շատ պրակտիկ է։ Համոզված եմ, որ որևէ դերասանի համար դա ստեղծագործական մեծ երջանկություն է, երբ կա այդ տանդեմը, այդ ներդաշնակությունը ռեժիսոր եւ դերասանի, երբ նրանք միաձուլվում են, դառնում են կարծես թե մի մարմին, մի շեփոր կամ մի ջութակ եւ այդ հնչյունը, որը կարծես թե գալիս է էկրանից, դա շաղախն է այդ երկու էներգիաների։ Այդ առումով միշտ ինձ հարցնում են իմ տարբերությունը որպես դերասանի, երբ ես ինքս եմ խաղում իմ ֆիլմերում եւ մյուս դերասանների տարբերությունը շատ մեծ է։ Որովհետեւ մատոր հրահանգից հետո կատարվում է մի բան, որը աներևույթ է։ Դերասանի էներգետիկան գալիս է ընդառաջ կամերայի հետևում կանգնած ռեժիսորի էներգետիկային եւ այս բախման ընթացքում ռեակցիայից կուտակումը, այդ նոր էներգետիկան վերադառնում է դերասանին եւ դերասանը կարծես թե լիցքավորելով այդ էներգիայից դերասան-ռեժիսոր տանդեմի կատարում է այն, ինչը կոչվում է դերասանի արվեստ, դերասանի վարպետություն։ Ռեժիսորը, որը նաև նկարահանում է իր ֆիլմերում, ցավոք այդ process-ը չի կատարվում։ Այսինքն, երբ ես կադրում եմ, կամերայի հետևից ընդառաջ ինձ չի գալիս։ Ես սիրում եմ քեզ։ Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի էներգետիկան։ Պարզապես նա գնում է ու վերադառնում է նորից իմը ինձ։ Եվ այդ առումով ես միշտ ասում եմ, որ ես հիմնականում խաղում եմ իմ ֆիլմերում այն հերոսներին, այն դերերը, որոնք պատմողական են, կարծես հեղինակի կողմից են։ Եթե հետևենք իմ բոլոր կատարած դերերին, կարծես ռեժիսորը ինքը կադրում է։ Եվ այստեղից էլ գալիս է դերասանական, կատարողական
ասեմ, առանձնահատուկ պատմողի, հեղինակի նեյտրալ վիճակը իր աչքերով կարծես թե նա հետևում է ամբողջ ֆիլմի ընթացքին, բայց ինքը կարողացել է ընտրել այդ խոսելա ոճը այսօրվա հանդիսատեսի հետ, նույնիսկ շամփրելու որոշ տեղ, նույնիսկ խարազանելու մեզ բոլորիս, որպեսզի մեր ընդարմացած սիրտը, որ տոտալ վիճակի է տանում այս ամենը, դառնա մարդային սիրտ, բաբախող սիրտ։ Ադոր, ես։ Ես հիացած եմ Վիգենով, ընդհանրապես շատ ամփոփված երևույթ է Վիգեն Չալդրանյանը, երևույթ առանց որի այսօր հայ կինոն ես չեմ պատկերացնում, շատ հետևողական իր գիծը տանում է եւ ինձ դուր է գալիս, որ ինքը պրովինցիալ հայ չի, գավառական հայ չի, ինքը տեսնում է աշխարհը Հայաստանի պրիզմայով։ Ես չգիտեմ Օսկար կբերի, չի բերի, ես գիտեմ մի բան, Օսկարով չի որոշվում ոչ մի բան, բայց ի վերջո Վիգենը պետք է Օսկար բերի Հայաստանի, ես համոզված եմ դրանով, անպայման պետք է բերի, ոչ թե դրա համար, ոչ թե հանուն Օսկարի, հանուն ճշմարտության եւ հանուն նրա, որ մեր ազգը ճանաչում գտնի աշխարհում եւ ավելի հարգանք վայելի, որին ինքը արժանի է։ Շատ տարօրինակ զգացողություն ունեմ, ոչ մի ֆիլմում չեմ նկարահանվել Վիգենի, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, թե բոլոր ֆիլմերում ես իրեն հետ աշխատել եմ։ Թվում է, թե նրա հետ միշտ ստեղծագործել եմ, շատ, հետո ինքս ինձ ասում ախր ես չեմ նկարել, բայց այնքան հարազատ է ինձ համար, ինքը, իր արվեստ, իր մտածելակերպ, իր մարդկային տեսակը։ Շատ եմ լսել, ծանոթել չեմ Չալդրանյանի հետ, անձամբ ծանոթել չեմ, շատ եմ լսել, որ ինքը անընդհատ ֆիլմ է նկարում և համարում է, որ Օսկարի արժանի ֆիլմեր են դրա։ Եվ ես նայեցի Համլետը, իրեն բեմադրությունը Համլետ թատրոն, Համազան թատրոն, այո, հիանալի գործ, հիանալի, հասկանում եմ, որից հետո նայեցի վիդեո իրեն վերջին ֆիլմը, Ոմի 19, այո, Վարդապետի լողությունը ինչ է, նույնպես հոյակապ արված ֆիլմ, շատ լուրջ ռեժիսոր է, և ձեր հարցի ասեմ, շարունակություն մեր կինոյի ապագան նրա մեջ է այսօր, նրա մոտ է։
Ինքը հաճախ անդրադառնում է նաև իր ֆիլմերում աստվածաշնչյան կամ փիլիսոփայական մտքերի, որոնք դարձյալ շարժում են մարդու ներքին աշխարհը, որպեսզի ինքը մտորի եւ հասկանա, որ այս երկիրը չի տրված միայն սպառողական հոգեբանության համար, այլև ամեն մեկը մի բան պիտի տա այս աշխարհին եւ Վիգեն Չալդրանյանն էլ մեր աշխարհին տալիս է իր ֆիլմերը։ Հարացը ծնվում է անկեղծ կուզակումներից եւ որ հայրենասիրությունը այսօր միայն կենացով եւ գովերքելով չէ, իսկ ընտանիքում ամենամեծ հայրենասերը նա է, որը կարողանում է ճշգրիտ ախտորոշել բոլոր թերությունները, արատները եւ միայն օտարը կարող է արատի վրայով անտարբեր անցնել ու ասել ամեն ինչ լավ է։ Կարծում եմ, քանի ես ստեղծագործում եմ իմ սիրո արտահայտությունը փոքր-ինչ պիտի տարբերվի շատերի դիֆիրամբային կամ գովերքող կամ կենացային տեսակից, ես յուրովի եմ սիրում իմ երկիրը, ես յուրովի եմ սիրում իմ երկրի պատմությունը, իմ ժողովրդի պատմությունը, իմ գեները, իմ սասունցի պապու և ասպորականցի պապու և տատերի հիշատակը, իմ արմատները և ամենակարևոր իմ քաղաքը, որտեղ այդ ամենը ես չեմ տեսել, ես տեսել եմ իմ քաղաքը, որտեղ ծնվել եմ ու շարունակում եմ ապրել, ստեղծագործել ու քանի դեռ կան, պիտի փորձեմ ախտորոշել և հարցադրումներ բարձրացնել։ Այս աղբանոցը ավելի մաքուր է, քան քո քաղաքը։ Բայց ինչու իմ։ Քոննա, այս քաղաքն իմ այրան դավաճանողներին է սիրում։ Ինչ միտքեր, կարաս օգտագործես ֆիլմերիդ մեջ, նվիրում եմ։ Մի գորացեք, ես երաժիշտ եմ, լավ եմ լսում։ Բոլոր մտավորականներդ էլ ծախված են, դու քանի արտաթով ես ծախվել, հը? Դավաճան։ Как я ненавижу тебя, безмозглый плебей, тупая скотина. Խոսարը, если глухами моя. Я ненавижу тебя не потому, что ты ничтожество, а потому, что вы оккупировали мой город. И я оказался в нем иммигрантом. Ուրեմն գժանոցն ունի՞մ է։ Գժանոցը դրսում է, իսկ սա հոգեբուժարան է։ Այս կա։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցյան Հայր մեր, փրկյալս մեզ իչարեն, Հայր մեր, մի տանիրս մեզի փորձություն, Հայր մեր, եկես սե արքայություն քո, որ եղև ձայն բարբարո, հանապատի։ Վայ թե աշխարում ուրիշ ժողովուրդ չկա, որ այսքան արուն թված եղնի ու երկիր չպահե։ Խայի բախտ։ Դե հերիք ամեն ինչ բախտի վրա դնենք։ Կապիտալիզմ են կառուցում ես քրճատներին նայեք։ Ուր են մեր կողոսովխոզները, հա? Ուր են մեր գործարանները, հա? Դուք եք մեղավոր, դուք բոլորդ, բժիշկները, քույրերը, դա հենց իվանձներն են մի բարի պտուղը չեն։ Բոլորից քշրը եմ սիբի։ Պայքարելու ճշմարտության համար։ Գիտեք ինչ որ կա երկու ճշմարտություն, ճշմարտություն հանուն եւ ճշմարտություն ընդդեմ։ Չարությունից ոչ մի լավ բան չի ծնվում։
Ուրեմն ասում ես դու ես քաղաքի տերը, հələ դուր է հայտնի արվեստագետ։ Քաղաքի տերերը քաղաքից չեն փախնում։ Ոչ էլ։ Ամբարձապար բաներ ասում թերթերում, ոչ լոպան ասում։ Եթե մենք վերցնենք մեր կինոյի ճանապարհը, սկսած Բեկնազարովից ու Ռուբեն Մամուլյանից, հետո հասնենք Փարաջանովին, Մալյանին, դու երրորդ սերունդի հիմնադիր ես կինոյում։ Այսինքն դու էտապային ռեժիսոր ես, շատ կարևոր։ Հաջորդը հավերժ, եւ դու այդ հավերժացողներից մեկն ես։ Ամենահեշտ բանը ռեժիսորի համար դա մատոր եւ ստոպ հրահանգներն են։ Սակայն մատոր հրահանգից առաջ դեռ շատ երկար process կա անցնելու։ Եվ ստոպ հրահանգով դեռ ֆիլմը չի ավարտվում։ Նույնքան էլ երկար ճանապարհ պիտի անցնես ստոպ հրահանգից հետո։ Ստոպ!